Արցախը մենք պետք է ասենք որպես մի հատ փոքրիկ ասենք ամենակարևոր մի ոսկի ասենք ադամանդի պես պետք է պահենք, դարձնենք մոլորակի ամենաազնիվ մաքուր անկյունը։ Թե դու ուզում ես որ քեզ օգնեն, դու պետք է ապացուցես, որ դու արժանի ես դրան։ Ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Անցյալով հպարտանում ենք 2000 տարի առաջ թատրոն ենք ունեցել, այսօրվա օրը բոլորն էլ իրանց կորցրածը միշտ փորձում են վերադարձնել։ Պարոն Ալիխանյան, Շիրակացու ջեմարանի բակում ենք ձեզ համար հոգեարազատ միջավայրում, որտեղ անցնում է ձեր օրվա մեծ մասը։ Արցախում շատ կարճ ժամանակ գործեց ջեմարանը, բայց ակնառու էին ձեր սաների, մեր աշակերտների ձեռքբերումները։ Ջեմարանի մուտքում մեզ Հայաստանի, Արցախի եւ ջեմարանի ծածանվող դրոշները դիմավորեցին։ Շատ քիչ կարելի է հանդիպել Հայաստանում, Հայաստանի պետական, նաև մասնավոր հիմնարկներում Արցախի դրոշը։ Արցախը ձեզ համար։ Արցախը իմ հայրենիքն է։ Գուցե հայրենիքի մի մասնիկն է, բայց ամենակարևոր մասնիկն է միշտ համարել։ Մեր սիրտը Արցախում է, ապրում եմ ջեմարանում, բայց բնակվում եմ Ձորախբյուրում, որտեղ իմ տունն է, բավականին մոտ տարածության վրա այստեղից։ Դե ամեն ինչ սկսվեց անկեղծ ասած 2020 պատերազմից հետո։ Պատերազմից հետո, դե մինչ այդ մի 2 անգամ, 3 անգամ մենք այցելել ենք։ Երբ Արցախում հայտարարվեց այս լուրը, որ Շիրակացու անվան ջեմարանը բացվում է, շատերը լուրջ չընդունեցին։ Բացի մեզանից երևի մենք շատ լուրջ ընդունեցինք, շրջափակված Արցախ։ Օգոստոսին մենք եկանք Արցախ, որպեսզի մի քանի երեխաների համար հուշագիր ստորագրենք, լրիվ անվճար հիմունքները, որ այնտեղից ընտրված երեխաները գան մեզ մոտ շարունակեն իրենց ուսումը։ Եվ այդպես մենք այդ հուշագիրը ստորագրեցինք, հենց հաջորդ օրը մեզ ասացին, որ մեզ սպասում է Արտակ Բեգլարյանը։ Արտակ Բեգլարյանին մենք տեսել էինք միայն որպես օմբուդսմեն պատերազմի օրերին, երբ ինքը հաճախ ելույթ էր ունենում, բարձրացանք ընդամենը կարճ տարածություններ, մտանք իր կաբինետ եւ սկսվեց հետեւյալ խոսքերը, երբեք չեմ մոռանա, դա Աշոտ Ալիխանյան ասեց, ես եւ իմ գործընկերն ենք, Աշոտ Ալիխանյան ասեց, այո, ասեց, շատ ուրախ եմ եւ ձեզ մի առաջարկ եմ ուզում անեմ, դուք պետք է խնդրեմ, որ Արցախում բացեք ձեր մասնաճյուղը։ Հիմա որ ասեմ փշաքաղվեցի, իրոք այդպես էր, այս պահին էլ որ հիշում եմ այդ պահը, եւ իմ գործընկերն էլ հետո խոստովանեցին, գործընկերներս, մենք 4 հոգով էինք։ Եվ ես անմիջապես բայց առարկեցի, ասացի, ես մասնաճյուղեր չեմ սիրում, դա սուտ բան է այդ մասնաճյուղը։ Մենք ավելի լավ է Արցախի համար կբացենք, կստեղծենք, կկազմակերպենք առանձին Շիրակացու ջեմարան, մի ելնելով Արցախի խնդիրներից, Արցախի նպատակներից եւ այդպես էլ սկսվեց։ Այսինքն Արցախի համար հատուկ ծրագիր։ Այո, դե որը շատ նման էր մեր ծրագրին, սակայն ավելի ռազմականացված, ավելի Արցախի նպատակներից ելնելով մենք կազմեցինք այդ ծրագիրը, գիշեր-ցերեկ աշխատեցինք, նույնիսկ ինձ զանգում ասում են բոլորը Արցախը լքում են, իսկ դու գնում ես այնտեղ դպրոց ես բացում։ Ես բացատրում եմ, որ Արցախի ապագան այդպես պետք է լինի, դպրոցից ամեն ինչ։ Այնուամենայնիվ մտավախություն չունեք, որ այդ ծրագիրը կարճ կտևի։ Չէ։ Ես չգիտեմ, որևէ մեկի մտքով անցել է այդպիսի բան այդ օրերին։ Մենք մտնում ենք այնպես հանգիստ, իսկի չէինք էլ հասկանում, որ պատերազմը ավարտվել, այստեղ լրիվ մերն էր էլի ամեն ինչը, եւ բոլորին մտքովս չէր անցնում։ Այդպիսի վախճան չէինք սպասում։ Մի տարի անց սեպտեմբերի 1-ին հայտարարվեց մեր դպրոցի բացումը, դեռևս մենք շենք չունեինք, բայց արդեն մեզ տեղավորեցին համար 9 դպրոցի շենքում, մեզ 4 սենյակ հատկացրեցին եւ սկսվեց այդպես մեր Արցախի Շիրակացու ջեմարանի էպոպեյան, տևեց դե մի տարի, այդ մի տարին բավական էր, որ Արցախում արդեն լիարժեք գնահատվեր։
որ շատերը ասում եք չէին հավատում, բայց լիարժեք գնահատվեց դա, որովհետև նույն սկզբունքները, որոնք կային մեր արդեն ամրագրված, ամրապնդված մեր Երևանում, նույն սկզբունքները մենք դավանեցինք այնտեղ։ Արցախի երեխաները, որոնք շատ տաղանդավոր երեխեք էին եկել, բայց գիտելիքների պակաս ունեին, եւ նրանց համար դա շատ կարեւոր խթան էր, որ իրանք պետք է հասցնեն այդ մակարդակին հասնել։ Եվ այդ մի տարին լրիվ բավական էր, որ արդեն հաջորդ տարի, երբ մեզ արդեն շենք էին տվել առանձին, ավելի ճիշտ մի շենքի մեջ տարածք էին հատկացրել, արդեն մենք 5-րդ դասարանից հայտարարեցինք ընդունելությունը։ Եվ մեզ մոտ արդեն այնտեղ հավաքվել էին 160 երեխա։ Տևեց ընդամենը 20 օր։ Մինչև պատերազմը նման առաջարկ եղել է կամ երբևէ մտածել եք նման դպրոց բացելու Արցախում։ Եվ ինձ առաջարկվեց իրենց դպրոցներից մեկի հետ Արցախի քույր վարժարանի այդպես հարաբերություններ ստեղծենք մեկս մյուսին օգնելով։ Այլ հանդիպումներ են եղել, ինձ մոտ Արցախի մի քանի ղեկավարներ են եղել, քննարկել են եւ այլն, բայց կոնկրետ դպրոց բացելու մասին չի եղել այդպիսի բան։ Բոլորին տեղավորել եք։ Այն առաջի 8 երեխաները, որոնք եկան, դա ամենասկզբի հուշագրով, որ մենք վերցրեցինք, մենք նրանց համար հատկացրեցինք մեր հյուրատուն, հանրակացարանից այնքան հեռու է իր մակարդակով, դա մենք հյուրատուն ենք անվանել, դուք արդեն առիթ ունեցաք տեսնելու, ամբողջ կոլեկտիվը ոգևորված էր, որ Արցախից պետք է գան այստեղ աշակերտներ, մեր աշակերտությունը հատկապես գնում էին հատուկ համերգներ էին տալի, փող էին վաստակում, որ բերենք այդ ֆոեն այնտեղ զարդարենք, ֆոեն կառուցենք, շատ հետաքրքիր աշխատանքներ էին արվում, ամեն ինչ արվեց իրենց համար։ Ճիշտ նույն մեր ճեմարանի սաների պես բացարձակ տարբերություն երբեք չի դրվել։ Մեր ճեմարանում այդպիսի բան չկա, ինքը Արցախից է, ինքը այդպես բան գոյություն չունի։ Այն գրկաբաց բոլորը ընդունվել են մեկը մյուսին, տարբեր դասարաններում են ուսուցիչներին էլ եք աշխատանքով ապահովել։ Դե այն ուսուցիչները գրեթե բոլորին ապահովել ենք աշխատանքով, ոչ միայն ուսուցիչներին։ Դուք երևի արդեն նկատեցիք այստեղ վառորդին տեսակ ձեր Արցախի, մենք այգեպան ունենք, որը Շուշիի լեսխոզի այգեպանն էր, այստեղ բժշկուհին մեր Շուշիի բժշկուհին է, ինչքան հնարավորություն ունեցել ենք դեռ, բա ինչ անենք։ Իսկ Արցախում միայն կրթական ծրագրերով եք լինում։ Իհարկե, կրթական ծրագրերով, իհարկե։ Դե Արցախը շատ ենք սիրել, էլի, մենք հենց այնքան հարազատ էր մեզ համար, ամեն գնալ է դա մեզ համար այնպես եւ տոնական եւ պատասխանատվություններ շատ մեծ, ժամերով, օրերով, րոպեներով էինք գրում, այդպես էլ մի անգամ կարողացանք այցելել Շուշին, այնքան ծանրաբեռնված էինք, հիմա որ հիշում եմ, ասում գոնե ամեն անգամ գնայինք մի հատ Շուշին լավ ման գայինք, տեսնենք։ Ամենաշատը ի՞նչն է տպավորվել։ Մի անգամ մի ներկայացում մեզ տարան, շատ հուզիչ ներկայացում էր պատերազմին նվիրված, հիշում եմ շատ լավ, բայց գիտեք ամենակարևորը հիմա որ հետադարձ հայացք եմ գցում, կարող էր այս ամենը չլինել, գիտեք, հիմա տարբեր, ինչ ասես հնարավոր է կարդալ, ամեն մեկ իր կարծիքն է գրում, այս անում են, բայց ես գտնում եմ որ մեղավորը մենք ենք։ Կարող ենք կանխել։ Կարող էինք կանխել այն պահից, երբ մեր են նվիրյալ երիտասարդները Մոնթեն, մյուսները գնացին, Լեոնիդ Ազգալցյանը գնացին եւ մեր ռազմական գործիչներն էլ գնացին, հաղթեցին, դրոշները բարձրացրեցին եւ այլն, այդ պահից սկսած մենք պետք է շատ հեռատես լինենք, էլի, մենք պետք է հասկանայինք, որ վտանգի տակ ենք, հատկապես որ ոչ միացումներ տեղի ունեցել արդեն մեր հռչակագրի, ոչ անկախությունն ենք ճանաչել։ Եթե Արցախը պետք է առանձին գործեր, իմ կարծիքով եմ ասում։ Գիտեք ինչ, օրինակ մենք մոլորակի վրա տարբեր պատմություններ կարող ենք ասել, չէ, Իսրայելից մինչև Սինգապուր եւ այլն։ Ոնց է, Սինգապուրում սկի ջուր չկա։ Մարդիկ հենց սկզբից դրեցին մի կարևոր նպատակ։ Իրենց գաղափարն էր ստեղծել ամենաօրինապաշտ անկյունը մոլորակի։ Իհարկե այդ սերունդներն էլ սիրահարված են լինում իրենց հայրենիքին, բոլորը հասկանում են, որ դա է իրենց ամենակարևոր միսիան։ Արցախը մենք պետք է ասենք որպես մի հատ փոքրիկ ասենք ամենակարևոր մի ոսկի ասենք ադամանդի պես պետք է պահենք, դարձնենք մոլորակի ամենաազնիվ մաքուր անկյունը։ Եվ շատ ափսոսում եմ, որ այսպես ավարտել։ Սա մի օրվա բան չէր, սա տասնամյակների 90 թվականից սկսած
իմ կարծիքն է, կարող է շատ սխալ եմ, որովհետև ինֆորմացված չեմ ամբողջությամբ եւ չեմ կարծում, որ բոլորի մեկը լինի, որ ամբողջությամբ ինֆորմացված լինի, որովհետև ամեն օր այնքան խայտաբղետ բաներ ենք լսում Արցախի պատմություններից, այնքան բան, որ իմ կարծիքով սկիզբը հենց պետքա դրվեր ոնց որ որոշվել էր այդ միացումը, բոլորս ես էլ ամբողջ գիշեր-ցերեկ այդ միտինգների չէի գալիս, ոգևորված, որ Արցախը մերն է, հիշում եմ Իգոր Մուրադյանը ինչպես եկավ կարդաց այդ հրճակ բանը, ուղերձը, ինչպես հիշում եմ այդ նիստը Չարաբաստիկը այդ բանին, որը տեղի ունեցավ Մոսկվայում, այդ բոլորը շատ լավ ես հիշում եմ, բոլորի ականատես եմ եղել։ Երբ այս ամենը վեր եք լուծում Արցախի կորստի համար, ով է հիմնական մեղավորը։ Հայ ժողովուրդը, մեր ժողովուրդը, բայլով, ինչու ենք ուրիշներին փնտրում մեղավորներ, տարբեր երկրներում, ինչու պետք է մեզ այսինչ օգներ, այն ինչ օգնում են նախ եւ առաջ նրանց, ովքեր ուզում են, որ իրենց օգնեն։ Եթե դու ուզում ես, որ քեզ օգնեն, դու պետքա ապացուցես, որ դու արժանի ես դրան։ Դու պետք է լինես ամենաօրինապաշտը, ամենամաքուրը, ամենաազնիվը, բոլոր իմաստներով։ Արդյոք մենք այդպիսին ենք եղել։ Մի համախմբված մի կուր ենք, sense ժողովուրդ ենք եղել։ Չէ։ Հիմա էլ այսքանից հետո մենք էլի դասեր չենք քաղում։ Մի անգամ ասել եք, որ նոր սերունդը տեղյակ չէ մեր այս պատմությունից։ Սա համար ով է մեղավոր։ Մենք դեռ կարծում եմ մենք դեռ չունենք այն մշակված քաղաքականությունը, մեր ազգային գաղափարախոսության հարիր քաղաքականությունը, որպեսզի մեր բոլոր սերունդները, ինչպես որ Իսրայելում է, հա, բոլոր սերունդները, որ ծնվում են, իրենք հասկանան իրենց նպատակը այս մոլորակում, որն է իրենց նպատակը, որն է իրենց առաքելությունը։ Զինվորը որ քայլում է, բոլորը վեր են կանում, խոնարհվում են, չէ՞։ Իսրայելում եթե մեկ զինվոր անգամ ընկնում է ծուղակ, ձերբակալվում է շնամու կողմից, ամբողջ Իսրայելի բանակը գնում է փրկում աներում։ Բազմաթիվ օրինակներ ես կարող եմ բերել այս 30 քանի տարվա, չէ՞, բազմաթիվ օրինակներ, էդու ենք գնացել հատուկ փրկել։ Ընդհակառակ ես մի պատմություն գիտեմ, որ ուղղաթիռը պետք է գնար փրկեր, բայց այդ պայն ուղղաթիռը ավելի իբրև կարևոր մարդկանց էր սպասում։ Իսկ դպրոցը, պարոն Ալիխանյան, դպրոցը կրթական հաստատությունները այս հարցում։ Դե այս հարցում ես կարծում եմ, որ Արտակ Բեգլարյանը շատ ճիշտ, ավելի ճիշտ Արցախի ղեկավարությունն ամբողջ ասեն, դե մենք հիմնականում շփվել ենք պարոն Բեգլարյանի հետ, ամենահեռատես որոշումը իրենք կայացրեցին, էլի, հասկանալով, որ ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Ուզում ես ուժեղ բանակ ունենաս, պետք է կրթված բանակ, անգրագետների բանակը չի կարող հաղթել։ Ուզում ես ուժեղ գիտություն ունենաս, կրթությունն է։ Ամեն ինչի հիմքում կրթությունն է, ամեն ինչի հիմքում, եւ ես կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը, որ Արցախում բացել Շիրակացու ճեմարան, որ այդպես է կոչվեց Արցախի Շիրակը, դա ամենաճիշտ որոշումն էր։ Մենք ինչ իմանայինք, թե թշնամին ինչ է մտածում, կամ մեկ այլ երկրներում ինչպիսի պլաններ են մշակում Արցախի կամ Հայաստանի հանդեպ։ Չգիտեմ, այսօր էլ ես տեղեկացված չեմ։ Թվում է, թե մենք արդեն ամեն ինչ գիտենք, բայց մենք ոչինչ չգիտենք։ Պետք է դա դնենք մի կողմ եւ դասեր քաղեն մեր այս սերունդները։ Արդեն երկրորդ, երրորդ սերունդն է ավարտում ճեմարանը։ Նրանք գիտեն, որ ինչ նպատակի համար են ծնվել, ավարտել Շիրակացու ճեմարանը։ Նրանք գիտեն, որ իրանք պետք է շենացնեն իրենց հայրենիքը։ Նրանք պետք է դառնան այս Հայաստանի իսկական մտավոր եւ իսկական քաղաքացի։ Իսկ չեք տխրում, երբ ձեր շրջանավարտները գնում են արտերկիր այնտեղ շարունակելու ուսումը եւ գուցե այնտեղ աշխատելու։ Իհարկե կան այդպիսիք, բայց գիտեք, կարելի է գտնվել ամենահեռավոր երկրում, բայց լինել հայրենիքի կողքին։ Կարելի է լինել հայրենիքում, բայց հայրենիքի հետ ոչ մի կապ չունենալ։ Այնպես որ այդ գնալը ես արդարացված եմ համարում։ Թող մեր բոլոր բուհերը լինեին, չեմ ասում Հարվարդի մակարդակի կամ Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի բուհերի մակարդակի, բայց լինեին պատշաճ մակարդակի բուհեր։ Պարոն Ալիխանյան, փախստական բառը չեք ընդունում, հայրենադարձներ եք անվանում, իհարկե ոչ արցախցիներին, Բաքվից տեղահանված,
Դե դա 1988 թվականն էր։ Այո, դեռ 88 Եթե հիշում եք թվականին դեկտեմբերի 1-ին Ջեմարանը մեծ առաքելություն ստանձնեց, Բաքվից տեղահանված, երկրաշարժից տուժած 7 օր մարդկանց հետո երկրաշարժ է օթևան տվեցին դեկտեմբերի այստեղ, 7-ին, իսկ դեկտեմբերի 1-ին առաջի արտագաղթը սկսվեց, դե բոլորը պաշտոնապես փախստական են իրենց անվանում եւ առաջին օրվանից ես իրենց հասկացրեցի, որ դուք փախստական չեք, դուք վերադարձել եք ձեր հայրենիք։ Հիմա եմ մտածում, որ ճիշտ կլիներ նրանց բոլորին ուղղորդել դեպի Արցախ։ Բայց այս ժամանակ այլ կերպ էինք մտածում եւ մեր հանրակացարանը, որտեղ բազմաթիվ 100-ից ավել երեխեք էին բնակվում, ամբողջությամբ դատարկեցինք, խնդրեցինք, որ իրենք իրենց տները վերադառնան եւ ամբողջությամբ տվեցինք իրենց։ Սա պարզ մարդասիրություն է, գուցե նաև հայրենակցի նկատմամբ պատասխանատվություն, որ մեր օրերում ցավոք բացառիկ արժեք է դառնում։ Դա ոչ հայրենասիրություն է, ոչ է բացառիկ ինչ-որ բան է, դա սովորական մարդկային վերաբերմունք է, մարդասիրություն անվանենք, ինչ մեր պարտականություն համարենք, ոչ սեր, ոչ բան, պարտականությունն է, բայց ու պետք է տանենք այս մարդկանց։ Ես այն ժամանակ փորձեցի ավելի բարեկեցիկ տեղեր գտնել, բայց ինձ չհաջողվեց։ Այդպես մենք պահեցինք 15 տարի մի ընտանիքի պես մեզ հետ են իրանք։ Ամեն գնով հայրենակցի կողքին լինել։ Միշտ, Սա եք։ միշտ դա այդպես է եղել եւ ես շատ գոհ եմ մեր վերաբերմունքից, մենք ճիշտ ենք, որովհետեւ չէ որ մեր սաներն էլ էին դա տեսնում։ Նրանք արդեն դա էլ է իրանք ճիշտ ձևավորում, ճիշտ ուղղորդում կյանքում։ Դա անցավ 15 տարին, երբ լրացավ, ես հասկացա, որ մի կողմից սխալ է, որ այդ մարդկանց այս պայմաններում պահին, ինչքան պահում ես, իրանք սովորում են այդ կյանքին։ Մտավորականն այն մարդն է, որն առաջին հերթին գնահատում է ոչ նյութականը, հոգևորը։ Իհարկե, նա գերադասում է հոգևոր արժեքները նյութականին։ Այդ տեսակը կա այսօր։ Դա ռուս գրող է այդպես ասել, բոլոր տեսակի բանաձևերից ամենահաջողվածը դա է մտավորականին։ Իհարկե կա։ Քիչ են, բայց կան։ Անցյալով հպարտանում ենք 2000 տարի առաջ թատրոն ենք ունեցել, բայց այսօրվա օրը վերջապես անկախ է դարձել, չէ՞ Հայաստան։ Դրան ենք ձգտել, այդ անկախության պետք է դողանք, չէ՞ այդ անկախության, պետք է ամեն ինչ տանք դրա համար։ Դուք հարցազրույցներ շատ քիչ եք տալիս, բայց այնուամենայնիվ առանձնացրել եմ այս հատվածը, որ պետք է առաջին հերթին վերացնել սուտը։ Աշուր։ Եվ Սուտը մեր այս քանդում է ամեն ինչ։ աղետների պատճառը ձեզ սուտն է։ Գիտեք, սուտը եկեք պատմականորեն նայենք, էլի։ Սուտը քանդել է Հռոմը։ Նրանք ովքեր սրտով չեն առաջնորդվել հիմնականում, հա, նրանք պահպանվել են, այսօր դառել են երկրներ, հզոր երկրներ, հզոր ժողովուրդներ։ Մեզ այս անկախությունը գիտեք մեզ ինչ տվեց, ես մի անգամ էլ այդպես միտեղ ինձ հրավիրել էին, որ ելույթ ունենամ, մեզ տվեց առաջի հերթին այն, որ մենք մեզ ճանաչեցինք։ Հենց մենք մեզ ճանաչեցինք, պարզվեց, որ մենք եւ սուտասան ենք եւ հանցավոր մտածելակերպներ շատ ունենք, չէ՞, օրենքներ ունենք այդպիսի եւ ինքան բացասական բաներ հայտնաբերվեց։ Իսկ դասագրքերում սուտը շատ է։ Ես դասագրքերով չեմ զբաղվում, բայց իմ գոլեգաները շատ քիչ եմ լսել, որ գոհլն են դասագրքերից։ Հետո ես ձեզ ասեմ, որ Ճեմարանը առանձնահատուկ իր կրթական ծրագրով է առաջնորդում, որը թույլ է տալու ոչ միայն ներկա արկա դասագրքերով առաջնորդել, այլ նաև մենք մեր ուսումնական նյութերը ստեղծում ենք։ Առանց Արցախի անիմաստ է պետականության մասին խոսելը։ Էլի ձեզ մեջ բերեցի։ Եթե միտեղ պարտված է, մի հայրենիքիդ մի մասնիկը արդեն տվել ես ուրիշին, պարտվել ես, դե ես չգիտեմ, կարող է իրավական տեսակետից էլի պետության մասին կարող ենք խոսել, բայց բարոյական տեսակետ էլ կա, չէ՞, բացի ամենը։ Արժեքները, ես անձամբ չեմ կարծում, որ կարող ենք լիարժեք այսօր խոսել։ Հավատում եք Արցախի վերադարձին։ Իհարկե։ Համոզված եմ, ոչ թե հավատում։ Այսօր հնարավոր չի, հասկանում եմ, եթե ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները եւ ուժերը, բայց նոր սերունդ է մեծանում։
Մենք հեսա գնալու ենք այդ նոր սերունդը գալու է, չէ՞։ Բոլորն էլ իրանց կորցրածը միշտ փորձում են վերադարձնում են վերջի վերջո, կամ այդ իրանց երկիրը այնպեսի մի վիճակ են հասնում, այնպեսի մի հոյակապ հրաշալի վիճակ են հասնում, որ արդեն նախանձով են այն մյուս կողմից նայում, իրենց համար բացում են այդ սահմանները, ասում են եկեք տեսեք, առայժմ ձերը չի, բայց կամաց դառնում է իրենց։ Աստված մեզ միշտ փորձություններ է ուղարկում, որ մենք ճիշտ դասեր քաղենք, մենք էլ դասեր չենք քաղում, արդեն 100 տարուց ավելին է, ինչու 100 տարի, դարեր շարունակ դասեր չեն քաղում։ Մինչև հիմա Տիգրան Մեծի հերոսությունների մասին ենք խոսում։ Հետո Պարոն Ալիխանյան, ձեզ այդ առանձնազրույցում նշեցիք, որ 2020-ի պատերազմից հետո մինչև շրջափակումը ձեզ առաջարկել են Արցախի կրթության նախարարի պաշտոնը։ Այո։ Սա կարող ենք հրապարակել։ Եղել է, այո, արդեն կարող ենք, եւ ոչ միայն ինձ էին առաջարկություն, այդպիսի առաջարկություն, բայց առողջապահության նախարարի ստացել էր Արա Բաբլոյանը, մեր նշանավոր բժիշկը։ Մարտի 5-ն էր, մենք երկուսով պետք է արդեն մեկնենք, առաջարկությունը ստացել ենք, բայց դեռ հրամանագիրը չէր ստորագրված, այնտեղ պիտի ստորագրել։ Ես մի քիչ վատ առողջ էի, պարզվեց այդ օրը այն մեր շրջանցիկ ճանապարհը, որ պետք է ինքը մտներ, Եղեգնաձորում էր եղել ինքը եւ արդեն իրեն զանգել, ասել են, որ ոստիկաններ են սպանել թուրքերը եւ ուրեմն պետք է դուք վերադառնաք։ Եվ հետո պարզվեց, որ ոստիկանների սպանությունը միայն սպանություն չէր, ամբողջությամբ այդ ճանապարհներն էլ փակվեցին ամբողջը եւ արդեն լրիվ փակվեց։ Միջև էլ բլոկադան կար։ Մենք օրինակ մեր դպրոցը ղեկավարում ենք շատ հաճախ on-line տարբերակով, չգնացինք եւ դրա մասին էլ չէինք բարձրաձայնում։ Շատ քիչ մարդիկ գիտեին, դե հիմա այսքան ժամանակ է թողնել Ճեմարանի տնօրենի։ Ես գիտեք, դա շատ երկար տևեցին մտորումները թողնելու։ Նախ ես ասեմ, որ ունեմ փայլուն տեղակալներ, 9 տեղակալներ են, շատ գործառույթներ արդեն կամաց հանձնում եմ իրենց եւ իրենք փայլուն այդ կատարում են, շատ լավ են կատարում այդ աշխատանքը։ Ես էլ պետք է գնայի, դե եթե միտեղ անznազոր հայրենասիրության մասին է խոսքը, էլ քո գործը երկրորդական է դառնում, չէ՞։ Գնալու էի, հա, գնալու էի։